Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ, հայրենիքի կորստի դաժան էջեր, բայց այսօրը միայն անցյալի հիշողություն չէ, այն նաև ներկայի մասին է։ Որտեղ են կանգնած այսօր, ինչ հետևություններ են արված եւ ինչ պատասխանատվություն է կրում իշխանությունը։ Այս հարցերի մասին զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ, Ռավիլյան։ Պարոն Սաղաթելյան, պատերազմն այն պահն է, երբ բոլոր հակասությունները դառնում են երկրորդական, եւ մեր դեպքում էլ 44-օրյա պատերազմի ընթացքում ընդդիմությունը բոլոր հակասությունները դրեց մի կողմ եւ իշխանության հետ կանգնեց նույն ճակատում թշնամու դեմ։ Մի քանի անգամ պատերազմի ընթացքում նաեւ ընդդիմությունը հանդիպումներ ունեցավ Փաշինյանի հետ։ Ինչ լուծումներ եք դուք առաջարկում, որոնք գուցե չընդունվեցին կամ անհամաձայնության պատճառով չարվեցին։ Գիտեք, պատերազմի հենց առաջին օրը սկսելուց ժամեր հետո այս կարևոր հանգամանքը, որը արդեն փորձում են նաև սա մոռացության տալ, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գրեթե բոլոր ուժերը մեր հրավերով Դաշնակցության գրասենյակում տեղ ունեցավ խորհրդակցություն եւ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որ մի կողմ ենք դնում քաղաքական բոլոր տարաձայնությունները եւ այս պահին մեր ժողովրդի քաղաքական ուժերի հասարակական եւ այլ համախմբվածությունը անհրաժեշտություն է ու բոլորս պետության եւ բանակի կողքին ենք։ Ես առիթ ունեցել եմ ասել, որ պատերազմից ընդհանրապես սկսելուց 1-2 ժամ հետո 5 տարի առաջ այսօր առավոտյան ժամը 9-ին զանգել եմ Նիկոլ Փաշինյանին եւ Դաշնակցության անունից փոխանցել մեր կուսակցության որոշումը, որ մի կողմ ենք դնում ամբողջ կառույցով համահայկական պետության բանակի կողքին ենք եւ ժամեր հետո Դաշնակցության առաջին վաշտերը կամավորական ջոկատները գումարտակները մեկնել են սահման հայրենիքը պաշտպանելու։ Ամբողջ պատերազմի ընթացքում 3 անգամ Դաշնակցության ղեկավարության հետ տեղ ունեցել հանդիպումը, մենք այդ հանդիպումների ընթացքում արձանագրել ենք այն խնդիրները, որ կան եւ գոյություն ունեն, բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, դրանից բացի նաեւ իր հրավերով տեղ ունեցել քաղաքական ուժերի հետ 2 հանդիպում հոկտեմբերի 12-ին 19-ին 19-ի հանդիպումից հետո, որը բավականին լարված է անցել, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մեր զանգերին չի պատասխանել։ Հիմնական գաղափարը, որ հոկտեմբերի 14-15-ին այդ հայտարարությունը տեղ ունեցավ, առաջարկությունը հետևյալն էր՝ ստեղծվել ռազմաքաղաքական հարցերով օպերատիվ շտաբ, որի մեջ պետք է ընդգրկվեն նախկին նախագահները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները եւ գլխավոր շտաբի պետերը ու համատեղ ուժերով փորձել լուծումներ գտնել եւ իրավիճակից դուրս գալ, համատեղ ուժերով պաշտպանել մեր երկրի անվտանգությունը, կազմակերպել պաշտպանությունը, օգտվելով նաեւ այդ մարդկանց անցած ճանապարհից, փորձառությունից, նաեւ արտաքին իմաստով, որտեղ կարողում ենք նաեւ արտգործնախարարները ընդգրկվեին այդ process-ում, եւ բնականաբար իշխանությունների կողմից մերժվեց, որտեղ իրենց խնդիրը ակնհայտ էր, որ Արցախ պահելը չի եւ այդ պարտության պատճառը եւ իրենք ամեն ինչ արեցին, որ մի խոսքով տեղ ունենա այն ինչ որ տեղ ունեցավ ու հեչ պատահական չէր, որ անցած 5 տարի առաջ այս օրերին ազգային ժողովում այս ժամերին հայտարարվեց, որ ինչ էլ որ լինի մենք մեզ պարտված չենք համարելու։ Հիմա որ տեսնում ենք այս անցնող 5 տարի շարունակ զիջել, շարունակ հանձնել ու ներկայացնել, որ սա պարտություն չի ձեռք բերումը, պատահական չէր 5 տարի առաջ ասված այդ խոսքը։ Պարոն Սաղաթելյան, այդ ժամանակ պատերազմից հետո, երբ ստորագրվեց Եռակողմ փաստաթուղթը, որը նաև փորձագիտական շրջանների եւ ընդդիմությունը կապիտուլյացիոն փաստաթուղթ են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կոչում, այդ ժամանակ այդ փաստաթուղթը ամենավատն էր թվում, բայց այսօր նույնիսկ դա չի գործում եւ գործում ավելի վատ փաստաթուղթ։ Հնարավոր գործնականում ինչ հնարավորություններ կան գոնե այդ փաստաթղթին վերադառնալու կամ որոշ կետերի վերադառնալու։ Այս իշխանության պարագային ոչ մի, բայց եթե երկրում տեղ ունենա իշխանափոխություն, մենք փոխենք բանակցողին, իհարկե ինչքան երկար են մնում իշխանության, այնքան բարդանում է խնդիրները։ Եթե պատերազմից հետո հասնենք իշխանափոխության եւ փոխվեր երկրի ներքին արտաքին քաղաքականությունը եւ այն մոտեցումները, որ կան մինչեւ հիմա հնարավոր է ստեղծված իրավիճակից
այլ լուծումներ, առնվազն գոնե այսօր Արցախը հայաթափված չէր լինի, որովհետև Արցախի հայաթափման մեջ այս իշխանությունները ունեն շատ ուղիղ մասնակցություն եւ մեղսակցություն։ Արցախը հայաթափվել է եւ այսօր Ադրբեջանի հսկողության տակ է ամբողջությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, փորձելով լեգիտիմացնել դրանից հետո Ալիևի քայլերը, գործողությունները, այդ թվում շրջափակում եւ այն ցեղասպանությունը, էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ։ Դա խնդիրները սկսեցին նաեւ հիմնականում այն կետից, երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Պարոն Սաղաթելյան, այդ իշխանափոխությանը հասնելու համար այս տարիների ընթացքում տարբեր շարժումներ սկսվեցին, բազմահազարանոց շարժումներ, բայց դրանք արդյունքի չհասան։ Որն էր պատճառը։ Մարդիկ համակերպվել են իշխանության գոյության հետ, թե ընդդիմությունը ճիշտ չէր հաշվարկել քայլերը։ Մենք չկարողացանք պատերազմից հետո, երբ որ հասարակությունը ժողովուրդը ջարդված էր, վերականգնել այդ հաղթական եւ պայքարի ոգին։ Մենք դրա համար ժողովրդին չենք մեղադրում, բայց ձևակերպենք այն խնդիրները, որ չենք կարողացել լուծել։ Ինքը կարողացավ շարունակ վախեցնել պատերազմով, ինքը փոփոխությունները կապեց պատերազմի հետ, եթե ես չլինեմ, եթե փոփոխություն տեղի ունենա, դա նաև արեց 21 թվականին եւ դա անում է նաև հիմա։ Շարունակ ժողովրդին վախեցնելով, եթե ես չլինեմ, Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, Ալիևը բարկանալու է եւ պատերազմ սկսի Հայաստանի դեմ։ Այսինքն այս տրամաբանությամբ Նիկոլը պետքա 50 տարի դեռ մնա իշխանության, որովհետեւ եթե ինքը փոխվի, Ալիևը կբարկանա։ Իհարկե սա նշանակում է, որ այս իշխանությունները առաջնորդում պետական դավաճանության հատկանիշներով հակառակ պարագայում թշնամի երկրին ինչի են այդքան ձեռնտու, որպեսզի Հայաստանում սրանք մնան իշխանության։ Մենք ասում ենք ու ասել ենք, որ նոյեմբերի 9-ը այո, ինքը կապիտուլյացիա էր, բայց դրանից հետո ոչ թե մենք հայտարարում ենք, որ անմիջապես պետք է սպաստաթուղթը չեղարկենք, այլ ասում ենք մենք պետք է, որովհետև դա ընդհանրապես հայտարարության տեքստով փաստաթուղթ էր, հասնենք եռակողմ ավելի նպաստավոր, ավելի բարվոք եւ մեր շահերը պաշտպանող փաստաթղթի ստորագրման։ Մենք երբեք չենք ասել, որ հենց հիմա չեղարկում ենք նոյեմբերի 9-ը, որովհետեւ հասկացել ենք նաեւ դրա վտանգները։ Բայց այո, ասել ենք, այդ փաստաթուղթը մեր համար անընդունելի է եւ մենք պետք է ձգտենք եռակողմ ավելի նորմալ փաստաթղթի եւ դրա հնարավորությունները կար, որովհետեւ այդ փաստաթուղթը կապիտուլյացիա էր, որովհետեւ առանց կրակոցի ավելի շատ տարածք էինք հանձնում, քան պատերազմի ընթացքում։ Այդ փաստաթղթով մի շարք խայտարակ բաներ ֆիքսվում էին, բայց նաեւ այդ փաստաթղթում կային կետեր, որոնցից հնարավոր էր զարգացնել եւ ունենալ եռակողմ բանակցությունների միջոցով ավելի նպաստավոր փաստաթուղթ։ Հետևաբար չեղարկման մասին խոսք չի եղել, այո, մենք ֆիքսել ենք, որ դա կապիտուլյացիա մեր համար անընդունելի է, բայց նաև ընդհանրեն հայտարարություններ, որը կարելի էր վերածել, այս որ ասում են խաղաղության պայմանագիր, որ իրականում ավելի խորը եւ համապարփակ կապիտուլյացիա է անում։ Այդ բանակցությունների ճիշտ քաղաքականության ընթացքում կարելի էր նոյեմբերի 9-ից հետո ունենալ ավելի համապարփակ հայ-ադրբեջանական պայմանագիր, որտեղ Արցախի հարցում առնվազն մի շարք կետեր ֆիքսված էին, քան այն ինչ որ հիմա մեզ մատուցվում է խաղաղության պայմանագիր, խոսքը օգոստոսի 8-ին նախաստարագրված այս փաստաթղթի մասին։ Այս պահին դուք ինչ լուծումներ ունեք ստեղծված բանակցային process-ից ավելի հայրենանպաստ վիճակի գալու համար։ Գիտեք, առնվազն կան կետեր, որ չի կարող հայ-ադրբեջանական այս փաստաթղթի մեջ չլինել եւ կան կետեր, որ պետք է լինեն։ Մենք երբեք չենք ասել, որ Ադրբեջանի հետ պետք չի բանակցել։ Մենք երբեք չենք ասում, որ Ադրբեջանի հետ պետք չի խաղաղության հասնել, բայց դա չի կարող լինել մեր ոչնչացման, մեր հայրենազրկման գնով։ Մենք կարծում ենք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ չի կարող Արցախի հարցը այսպես անտեսվել եւ ընդհանրապես որևէ կերպ չանդրադառնալ դրան։ Վերջապես 150,000 մարդ ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման մեր սեփական հայրենիքում։ Եթե մենք չենք խոսում այդ խնդրի մասին, եթե սրա մասին չենք բարձրաձայնում, դրանով ամբողջությամբ լեգիտիմացնում ենք այն, ինչ տեղի է ունեցել մեր հետ։ Դրանով լվանում ենք Նիկոլը իր զվարած քաղաքականությամբ լվանում է Ալիևի այրունոտ ձեռքերը եւ արդարացնում այն, ինչ որ արել են մեր նկատմամբ, եւ սա հղի է լինելու
իր հետևանքներով։ Եթե այս ամեն ինչը շարունակվի, վաղը միսօր, այսինքն ինչ է ստացվում, որ այո, եթե տարածքը մերն էր եւ մենք դրա նկատմամբ որևէ պահանջ չենք ունեցել դա ադրբեջանական տարածք էր, ուրեմն մենք էլ օկուպանտ ենք։ Գնացել ենք, զավթել ենք 30 տարի օգտագործել ենք այդ տարածքը Նիկոլի եւ Ալիևի տրամաբանությամբ, հետեւաբար վաղը նաեւ Հայաստանից պահանջելու են փոխհատուցում, հետեւաբար նշանակում է, որ այո, ովքեր պաշտպանում են իրենց հայրենիքները, օկուպանտ են իրենց տրամաբանությամբ։ Հետևաբար չի կարող այդ բանակցությունների սեղանին դուրս գա Արցախի օրակարգի եւ փակվի այդ էջը։ Չի կարող Հայաստանը ստանձնի պարտավորություններ, որ հետո երկար տարիներ հայ ժողովուրդը չկարողանա դրա տակից դուրս գալ։ Վերջապես չի կարող այդ փաստաթղթում լինել կետեր, որը առհասարակ ջնջեն մեր անցյալը, որոշեն մեր սահմանադրությունը եւ մեր ապագա սերունդների իրավունքները սահմանափակվեն։ Սենց բաների մասին է խոսքը։ Ընդդիմությունը հիմա միաձայն ասում է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար պիտի փոխենք բանակցողին, չկա այլ ելք։ Եվ դրանով պայմանավորված նաև պատիվ ունեմն սկսել է իմպիչմենթի գործընթացը, երեք դուք անձամբ ձեր ստորագրությունները, ձեր խմբակցության բոլոր ստորագրությունները հանձնեցիք, նորից հայտարարեցիք, որ 3 ամիս առաջ էիք դուք այդ ստորագրությունները տվել, բայց հստակ այս գործընթացի վերաբերյալ մոտեցումներում ընդդիմադիր երկու խմբակցությունների մեջ կա տարբերություն։ Որն է խնդիրը, որ չեք կարողանում հայտարարի գալ։ Տեսեք, կա քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ, իդեմս պատիվ ունեմ խմբակցության եւ հանրապետական կուսակցության, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը։ Երբ որ դիմել են մեզ իմպիչմենտ սկսելու համար, մենք ասել ենք, որ պաշտոնական հայտարարությամբ ենք հանդես եկել, որ միանում ենք գործընթացին, եկեք սա արձանագրենք եւ համատեղ քննարկենք, հայտարարում ենք պաշտոնապես այս մասին եւ քննարկենք ինչպես, ինչ ժամկետներում, ինչ ճանապարհով, վերջի հասկանանք ինչ ծրագրով առաջ գնալու մասին է խոսքը։ Հետո եթե անհրաժեշտություն լինի մտնենք խորհրդարան գործընթացի հետ կապված, բնականաբար այդ ստորագրությունները կլինեն նաեւ այդ ձևաթղթի տակ։ Այս հարցում համաձայնության չենք եկել, հայտարարել ենք, հետո բայց այսինքն հայտարարել ենք, որ մեր միանում ենք ստորագրությունները պատրաստ։ Հետո եկավ մի իրավիճակ, որ 4 ամսվա մեջ գործընթացը առաջ չի գնացել ու անընդհատ պատճառաբանելով, որ դրա հիմնական խոչընդոտը եղել է այն, որ Հայաստան խմբակցության падգամավորները մեր ուզած ձևաթղթի տակ չեն դրել այս ստորագրությունները։ Մենք էլ ասել ենք, խնդրեմ, եթե դա է պատճառը, ու նաև վստահեցրել են, որ կան ԿՊԱ-ական падգամավորներ։ Երեք մինչև իմ հայտարարությունը եւ պատիվ ունեմ այդ տեխնացում հայտարարել եւ տարբեր հայտարարություններ մինչև այդ, որ եթե ստորագրությունները լինի, դուք կտեսնեք process-ը ինչ արագ զարգացում է ունենալու, որտեղ է դա խոչընդոտում։ Մենք էլ ասել ենք, խնդրեմ, սա նոր չի այս դիրքորոշումը, բայց եթե սա է պատճառը, խնդրեմ, ստորագրությունները կստորագրենք նաեւ այն ձևաթղթի տակ, որը մեզ կներկայացնենք, եւ մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին։ Ես հիմա չգիտեմ նախաձեռնությունը ստանձնած քաղաքական ուժը ինչ քայլերի հերթականություն ունի, ինչ են անելու, բայց հավանաբար նաև վստահ եմ, որ ունեն ծրագիր եւ ըստ այդ ծրագրի քայլեր եւ գործողություններ կանեն, կնախաձեռնեն, մենք էլ բնականաբար աջակցելու ենք իբրև շահագրգիռ կողմ եւ ստեղ տարբեր մեկնաբանություններ տեսա, չեմ ուզում դեռ դրանց անդրադառնալ, այդ խոչընդոտը, եթե իհարկե խոչընդոտ էր, մեր համար կարծում ենք, որ դա բացարձակ խոչընդոտ չի, որովհետև քաղաքական ուժը երբ որ հայտարարություն է անում, դա ամենամեծ հիմքն է։ Բայց եթե այդ էր պատճառը, խնդրեմ, այդ հարցը լուծված է, թող process-ը առաջ գնա, տեսնենք ու մենք հասնենք։ Մերձ շրջանակներից որոշ մարդիկ նաև ասում են եւ մեղադրում են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը իշխանության դեմ պայքարը տապալելու համար։ Ինչ նախադրյալներ ունեն այսպիսի հայտարարություններ անելու համար։ Ես ծանոթ եմ այդ մարդկանց, երեք ազգային ժողովի ամբիոնից դրանցից մեկն էլ ինչ որ խոսեց, նախկին հանրապետական падգամավոր, ես դեռ չեմ անդրադառնում դրանց, բայց թող հասկանան, լիքը հարցերի պետք է պատասխան տան, եթե այդպես շարունակեցին։ Ձախողել են նրանք, ովքեր 5 տարի բազմոցների տակից դուրս չեն եկել եւ առիթը բաց չեն թողել Նիկոլի հետ համագործակցելու։
հանգիստ թողնստեն տեղները։ Ես երեք ազգային ժողովի հետ ամբիոնից ասել եմ, որ այս ամբիոնը չի կարելի օգտագործել եւ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը չի օգտագործել ընդդիմադիր գործընկերներին, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին հարվածելու կամ թիրախավորելու համար։ Երեք որոշները դա արեցին ազգային ժողովի ամբիոնից։ Ես դեռ դրանց չեմ անդրադառնում, բայց զգուշացնում եմ, դո ձախողացնել եք դուք, այս վիճակը այսօրին հասցրացնել եք դուք, այսինքն ստացվեց այնպես, որ ովքեր դուրս են եկել, պայքարել են, ամեն ջանք դրել են, որ վիճակը փոխվի, 100-ից ավել դաշնակցականներ քերական գործերով են անցել։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ, պարզ, նաև տարբեր կուսակցությունների անդամներ բերթերում են, այդ թվում նաև այսօր այս պահին։ Այսինքն այս ամբողջ անցած, այս մակարոմի, պայքարի, զրկանքների, այս ամեն ինչը կանգնեք ասեք ձախողում էր, բա դու ուր էիք։ Ուր էիք։ Այսինքն հիմա 5 տարի ոչ մի բան չանել, այսի այն մարդկանց մասին է, ովքեր այս անցնող ժամանակահատվածը փորձում են սևացնել։ Իմիջիայլոց ասեմ նաև իրենց մոտիվացիան որն է։ Մոտիվացիան առաջիկա ընտրություններն է։ Սա էլ թող շատ հստակ մեր հանրության համար պարզ լինի։ Նրանք, ովքեր փորձում են ամեն ինչ այս 5 տարվա բարթել ինչ որ կոնկրետ, հիմնականում նրանց վրա, ովքեր պայքարել են, իրաց տպատակը առաջիկա ընտրություններն է, եթե պետք լինի այդ մասին ավելի բաց, ավելի երկար խոսենք։ Մարդիկ ֆիքսել են կա անդիմադիր դաշտում, անդիմադիր դաշտ եւ փորձում են վարկաբեկելով մի քանի ու հիմնական ուժերին մտնել այդ դաշտ, մտածելով թե դա է ճանապարհը մարդկանց քվեին արժանանալ։ Պարոն Սաղաթելյան, բայց այդ ամենին զուգահեռ նաև հանրության մի մասն է մեղադրում ընդդիմությանը, ասում են, որ դուք լինելով խորհրդարանում չեք կարողանում, երկու խմբակցությունների մասին է խոսքը, չեք կարողանում ազդել իշխանության միանձնյա որոշումների վրա, նաև քվեների պատճառով, եւ չեն հասկանում ինչու է ընդդիմությունը շարունակում մնալ խորհրդարանում։ Այդ դեպքում Նայեք, մեր համար ամենահեշտը կլիներ եւ անձնապես խուսափել այս ամեն ինչից, այդ մանդատները գցել դուրս գա, ասել դե գիտեք ինչ կա, ինչի պետք է այդ կեղտոտ միջավայրում, այս ռեպրեսիաների, այս իրավիճակում մնալ եւ պայքարել։ Երեք էլ մեկը ասում է այդ խորհրդարանում ձեզ ծեծել են, էլի եկեք է խորհրդարանով, կռիվ ա եղել, այո, ոնց կարում խփում է, ինչ ասես հայում է, որտեվ այդ խորհրդարանի բանը միջավայրը, ինչ հաջորդ անգամ չգնայինք, մենք փորձել ենք այդ ամբողջ հնարավորությունները, ինչ հնարավոր է անելու, անել։ Եթե հիմա խորհրդարանում այս ընդդիմությունն էլ չլիներ, դրանով այս պայքարին ինչ էր ավելանալու։ Իսկ արդյոք խորհրդարանի գործունեությունը, այն падգամավորները, որ այս 5 տարվա մեջ ամեն գնով փորձել են այդ ամբիոնից բացահայտել սրանց սուտը, կեղծիքը, խոսել են, կռվել են, պայքարել են, դա ընդհանուր գործին օգուտ է տվել թե վնաս։ Եթե մեկը մեզ հիմնավոր բացատրել այդ մանդատները շպրտելով, ինչով ենք օգտակար լինելու մեր ընդհանուր գործին, մենք դա անմիջապես կանենք, բայց իրականում դա էլ են օգտագործում ընդհանրապես թիրախավորելու համար։ Այն որ մեր ընտրողը կարա մեզ քննադատի, մեզանից ավել պահանջի, դա շատ նորմալ է ու մենք դրան շատ լավ ենք վերաբերվում, նստում ենք, խոսում ենք, այդտեղ մենք խնդիր չունենք։ Ու ես ինչ որ ասում եմ քաղաքացիների մասին չի, բայց երբ որ քաղաքական գործիչը, որը որևէ բան չի արել, այսօր 5 տարի չգիտես որտեղ ա եղել, կանգնում է այն մարդկանց, ովքեր առնվազն բոլոր հնարավոր միջոցներով պայքարել են, դրանց ինչ որ անուններ է կպցնում ու նույնիսկ մեղադրանք անչեցնում, ինքը այդ իրավունքը չունի։ Հելնեիք անեիք, ուր էիք։ Սրա մասին է խոսքը։ Իսկ մեզ ընտրողները, այո, մեզանից իրավունք ունեն ավել պահանջելու, եւ դա շատ նորմալ է, տեղ եկած ժամանակ էլ քննադատելու, մենք էլ պարտավոր ենք իրենց բացատրություն տալու ցանկացած դեպքի, քայլի եւ գործողության համար։ Պարոն Սաղաթելյան, նաև փորձագիտական շրջանակները պնդում են, որ անկախ նրանից թե ընդդիմադիր ուժերը ինչ պայքար կծավալեն, ինչ գործընթացներ կմեկնարկեն, իշխանությունը Հայաստանի շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ չկա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ ընդհանուր կոնսենսուս մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Ինչպես եք դուք այս մոտեցմանը վերաբերվում։ Ես իշխանությունները կշարունակեն գործել, հա։ Այո։ Եվ այս գործընթացը սկսած impeachment-ի արդյունք չի տա այդ պատճառով։
Impeachment-ի առհասարակ իշխանապողության համար գլխավոր խնդիրը եւ բանալին մեր ժողովուրդն է, Հայաստանի քաղաքական ուժերն են եւ բոլոր այն գործիչները, ովքեր շահագրգիռ են իրենց հեռացնելու համար։ Հաճախ ասում են, դե լավ, եթե ռուսները չուզեն Հայաստանում իշխանապողություն չի լինի, եթե ամերիկացիները շարունակեն պահել իշխանություն չի լինի։ Իմ համար կարևորը հայ մարդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամբողջությամբ գիտակցի ինչ է տեղի ունենում եւ որոշի գնալ այդ փոփոխության, որևէ արտաքին ուժ որևէ բան չի կարողանալ։ Ես դա ձեզ վստահեցնում եմ։ Հետևաբար նախ այն ուժերը, ովքեր Հայաստանում փոփոխությունը կապում են արտաքին ազդեցության հետ, դա մեր համար անընդունելի է։ Այդ փոփոխությունները պետք է բխեն մեր երկրի ներսից, որովհետև դա է իրական ճանապարհը եւ հաջողության ճանապարհը, դրսից բերածը գալու կապ չունի որ կողմից։ Ծառայելու է նաեւ այդ դրսի ուժերին, ոնց որ հիմա 18 թվականից հետո ենք բախվել այդ խնդրին, հետեւաբար կարևորը մեր ժողովուրդն է։ Էս էլ է մի հատ նոր բան, որ եթե դրսից չուզեն Հայաստանում բան չի փոխվի։ Սա էլ ինչ է նշանակում, որ ժողովուրդ դուք որոշողը չեք եւ որևէ բան չի փոխվելու։ Մենք այդպես չենք կարծում, փոխողը հարց լուծողը մեր ժողովուրդն է, իսկ մենք պարտավոր ենք մեր քաղաքացիների հետ գիշեր-ցերեկ աշխատենք, բացատրենք, թույլ չտանք, որ սա իր հերթական կապիտուլյացիան ժողովրդի վրա ծախի իբրև խաղաղություն, հերթական զիջումը վաճառի իբրև ձեռքբերում եւ կարողանանք այս իրավիճակից դուրս գանք, ես վստահ եմ, որ կարողանալու ենք։ Պարոն Սաղաթելյան, մեր եթերաժամանակը արդեն դրանից է։ Խնդրում եմ վերջին հարցը, դուք հաճախ եք լինում Մոսկվայում, տարբեր հանդիպումներ ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կան արդյոք ազդակներ, որ Մոսկվան ցանկանում է վերախմբագրել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Ես հաճախ լինում եմ ոչ միայն Մոսկվայում, հաճախ լինում եմ նաեւ Փարիզում, Բրյուսելում, Իրանում, որովհետև դաշնակցության արտաքին կապերը բազմազան են, բայց այո, մենք մեծապես կարևորում ենք հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունները, ունենք մեր գործընկերները, որոնց հետ պարբերաբար աշխատում ենք եւ այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական այս խաթարված եւ ամուսնայության գործընկերության մթնոլորտը պետք է փոխվի, դրանք իրոք պետք է դառնան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Ակնհայտ է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը, բայց մենք միշտ մտածում ենք, որ հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե այլ երկրի հետ հակասությունների վրա, այլ քո երկրի ռազմավարական շահերից բխեցնելով, որտեղ եթե դու այդ հարաբերությունները կառուցում ես տվյալ երկրի հետ մեկ այլ երկրի հետ հակասությունների վրա, դա մի օր լուծվելու է ու դու հայտնվելու ես Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, դու ակնհայտ է իրենք ինչ են անում։ Իրենք շատ ուղիղ խնդիր ունեն ռուսական ազդեցությունը Հայաստանում զրոացնել եւ այն փոխարինել թուրքական ազդեցությամբ։ Դա այնքան ակնհայտ է, երբ որ ասում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա, դա ամենամեծ կեղծիքն է, որ իրենք անում են։ Հայաստանի արտաքին ուղղությունը դեպի Թուրքիա է եւ սրանց պատկերացրած պետությունը անդեմ ինքնությունը կորցրած Թուրքիայի վասալ մի հատ վարչական միավոր է ու սահմանադրությունը փոխում են հենց դրա համար իսկ առնվազն ուզում են փոխել Շնորհակալություն Ես եմ շնորհակալ Հիշեցնեմ որ խոսում էի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ